Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, տեղեկացնեմ, որ պաշտոնական այցով Հայաստանում էր Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրի գլխավորած պատվիրակությունը, ով հանդիպել է Հովիկ Աբրահամյանի հետ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, խոսվել է ապագա պլանների մասին։ Հայ-իրանական հարաբերությունները ամենակարևոր հարաբերություններն են Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում, սակայն լրատվամիջոցների կողմից, քաղաքական շրջանակների կողմից կարծես թե հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում այս հանգամանքի վրա, եւ մենք փորձենք մի փոքր լրացնել այդ բացը եւ այսօր կզրուցենք հայ-իրանական հարաբերություններից, հեռանկարներից եւ հնարավորություններից։ Իմ հյուրերն են այսօր իմ գործընկեր Civitas-ի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը եւ իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Բարև ձեզ։ Առաջին հարցը, փաստորեն Ջահանգիրի գլխավորած պատվիրակությունը առաջին բարձրաստիճան պաշտոնական այցն էր Հայաստան, եթե չեմ սխալվում 2011 թվականից հետո, երբ նախկին նախագահ Ահմադինեջադը այցելեց Հայաստան։ Մենք կարևորում ենք Իրանի հետ հարաբերությունները, ասում ենք գործընկերներ, նույնիսկ ռազմավարական դաշնակցության մասին ենք խոսում, սակայն ինչով է պայմանավորված, որ նման մեծ ինտերվալներով են բարձրաստիճան պատվիրակությունների փոխանակություն կատարվում։ Խնդրեմ Վարդան։ Ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ դա պայմանավորված է նախ եւ առաջ Իրանի ներսում ընթացող գործընթացներով, ավելի շուտ ժամանակին ընթացած եւ հիմա ավարտին հասած գործընթացներով։ Դա եթե բնորոշելու լինենք մեկ բառով, ապա իշխանափոխություն Իրանի ներսում տեղի ունեցավ փաստացիորեն պահպանողականների թևի իշխանությունից դուրս մնալու գործընթաց եւ բարեփոխականների թևի իշխանության գալու գործընթաց իդեմս նոր նախագահի Ռուհանիի։ Բնական է, որ նախկին նախագահի Ահմադինեջադի հետ Հայաստանը իր հարաբերությունները փաստացիորեն ինչ որ առումով սպառել էր, որովհետեւ այն հնարավորը, որը կարելի էր իրականացնել տվյալ պարագայում հաշվի առնելով նաև Իրանի արտաքին քաղաքական մեկուսացման հանգամանքը թերևս իրականացվել էր եւ դա կարևոր քայլ էր իմիջայլոց գազամուղներ Հայաստան-Իրան, որը Ահմադինեջադի իշխանության օրոք փաստացիորեն կառուցվեց։ Նոր իշխանությունների Իրանում հայտնվելու հետ զուգահեռ նաև Իրանի արտաքին քաղաքական այդ համատեքստը ընդհանուր առմամբ փոխվեց կապված Իրանի հետ եւ գիտենք Իրանի եւ Վեցիակի միջև կնքված պայմանագիրը նոր հեռանկարներ բացեց թե իրանական կողմի համար, թե Իրանի հարևանների համար եւ թե նաեւ արտատարածաշրջանային ուժերի համար։ Այս տեսանկյունից ես չեմ հիշում որևէ տարածաշրջանային երկիր, որտեղ նման բարձր մակարդակի այց տեղի ունեցած լինի, եթե չհաշվենք միջազգային ֆորումները, փոխնախագահի մակարդակով Վեցիակի հետ պայմանագրի ստորագրումից հետո։ Այսինքն այդ պայմանավորվածությունից հետո սա Իրանի կողմից առաջին բարձրաստիճան Այո, համենայն դեպս ոչ Ադրբեջան, ոչ Վրաստան նման այց տեղի չի ունեցել, այս մակարդակի այց տեղի չի ունեցել եւ սա այս տեսանկյունից նաեւ ինչ որ առումով թերևս պետք է դիտարկել ազդակ ուղղված Հայաստանին, որ Իրանը շարունակում է պահպանել Հայաստանի հանդեպ յուրահատուկ հարաբերություններ։ Թաթուլ, դուք վերջերս Իրանում եք եւ այդ համաձայնագրի կնքումից հետո, կարծեմ անմիջապես հետո, եթե չեմ սխալվում, լրատվական շրջանակները, քաղաքական շրջանակները արդեն ասացի, որ բավականին пассив հետաքրքրություն ունեն Իրանի նկատմամբ, ինչպես է գործը ընթանում Իրանում, այսինքն Իրանի ինչպիսի հայացք կա Հայաստանի նկատմամբ, Հայաստանը որ տեղում է դիտարկվում Իրանի արտաքին քաղաքականության համատեքստում, ինչպիսի վերաբերմունք։ Գիտեք, մենք պետք է հասկանանք, որ Իրանը շատ մեծ երկիր է, եթե մոտավորապես ասեմ, Իրանը Հայաստանից մեծ է 66 անգամ, բնակչությամբ արդեն 80 միլիոն, մենք երևի մի 2-2.5 միլիոն եւ Իրանի առաջնահերթությունները պետք է հասկանան, որ խոշոր երկիր է, այսինքն այս հարաբերություններին պետք է նայել ոչ թե մեր պատուհանից, այլ նաեւ Թեհրանի պատուհանից։ Հենց դրա համար եմ ասում, այնուամենայնիվ իհարկե Իրանը շատ կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները եւ Հայաստանը այն քիչ երկրներից է Իրանի անմիջական հարևան, որտեղ ինչ որ իմաստով իրանցիները մի քիչ հանգիստ են։
վստահություն կա հայերի նկատմամբ, շատ հարևաններ ունեն, պրոբլեմատիկ հարևաններ ունեն եւ այս իմաստով եւ նաեւ հայ-իրանական հարաբերությունների անցյալը ապացուցել է, որ այս հարաբերությունները բավականին ամուր հիմքերի վրա են դրված։ Մենք մի կողմ թողնենք այդ դեկլարատիվ հայտարարությունները, որը արվել են կապված Ղարաբաղյան պատերազմի տարիներին ադրբեջանալպաստ, որտեղ նաեւ պիտի հասկանանք, որ Իրանը չասեմ կրոնապետություն, բայց այնուամենայնիվ իսլամական շիական աշխարհի պետություններից է եւ շատ կարեւորում է համերաշխությունը իսլամական երկրների, առաջին հերթին իհարկե այսպես ասենք շիական, իհարկե ամբողջությամբ շիական չէ, այո, իսլամական սոլիդարություն։ Այնուամենայնիվ Իրան միշտ կարևորել է այս հարաբերությունները, բայց մի խնդիր կա, որը եւ կա Հայաստանում եւ Իրանում։ Մենք իրանցիներին չենք ճանաչում, լինելով հարևաններ, իրանցիներն էլ մեզ լավ չեն ճանաչում։ Այսինքն, հիմա եթե մենք դուրս գանք փողոց, ուղղակի շարքային քաղաքացիներին հարցնենք, ասենք իրանցի մի քաղաքագետի անուն ասա։ Դե նույնիսկ նախագահի։ Կարող եմ իմանալ, երգչի անուն ասա, մի հատ կինո, թատրոն։ Գիտեք, ինչ որ իմաստով, մենք լավ չենք իրար ճանաչում, թեև այս տարիները պիտի որ թույլ տված լինեն, որ մենք ավելի լավ ճանաչեինք իրար կապված մշակութային եւ այլ ոլորտներում։ Այստեղ բավականին մեծ բաց կա եւ այս բացը արժե որ լրացնել։ Ինչ վերաբերում է թե ինչ ակնկալիքներ կան Իրանի ներսում կապված այս համաձայնագրի հետ, ես ինչքան որ հնարավորություն ունեցա շփվելու, գիտեք, իհարկե բոլորն ասում են, որ սա շատ լավ էր, կամ շատերն են ասում շատ լավ էր, իհարկե կա շրջանակ, որ Ամերիկային եւ Եվրոպային համարում է դեռևս նույն թշնամին եւ այլն, բայց մեծ մասը, բայց նաեւ հետեւյալը կա, որ գիտեք ասում են, մեր խնդիրները մեր երկրի ներսում են։ Այո, սա շատ լավ է, մենք նավթ կծախենք, չգիտեմ, այդ ակտիվները կգան, երկրի տնտեսական վիճակը կլավանա, բայց այնուամենայնիվ ավելի շատ կա այն ընկալումը, որ Իրանի խնդիրները ներքին խնդիրներ են նաեւ։ Ինչ որ իմաստով ես հիշեցի Հայաստանը, երբ որ մենք խոսում ենք շրջափակման մասին, միշտ դա ենք, չէ, ասում ենք, հա, ճիշտ է, շրջափակման մեջ ենք, բայց օրինակ այն երևույթները, որ կան, արդյոք պայմանավորված է նրանով, որ Հայաստանը երկու կողմից շրջափակված է, նույն ձևով մոտավորապես նաև Իրանում է, բայց մյուս կողմից իհարկե ակնկալիքը մեծ է, որ այս համաձայնագիրը, որը վեցնյակի հետ կնքվեց, սա մի դուռ է բացելու եւ վերջնականապես Իրանը իր տեղն է ունենալու տարածաշրջանում եւ այդ իր տեղը ունենալը տարածաշրջանում բերելու է նրան, որ այն երկրները արևմուտքի համար, որոնք շատ կարեւոր էին, իրենց արժեքը մի քիչ կամ շատ Օրինակ Թուրքիան, այո, սա արդեն իսկ կարող եմ համարել դրական ձեռքբերում։ Այ այդ տարածաշրջանում Իրանի տեղի հետ կապված խոսում ենք լայն հնարավորություններ է բացվել, Իրանը միջազգային մեկուսացումից փորձում է դուրս գալ կամ արդեն դուրս է եկել, եթե պարզ տրամաբանական, եթե ձևակերպում տանք այս ամենին, եթե լրի մեկուսացման մեջ գտնվող Իրանը Ահմադի-Նեջադի ժամանակ հնարավորություն ունեցավ Հայաստանի հետ կառուցել բավականին սերտ էներգետիկ համագործակցություն, տնտեսական համագործակցություն, հիմա կարելի է մտածել, որ արդեն երբ որ այդ կապանքներից ազատվել է, էլ ավելի սերտ հարաբերություններ եւ ամբիցիոզ ծրագրեր, չգիտեմ, էներգետիկայի, տրանսպորտի եւ մի շարք այլ ոլորտներում։ Խոսենք հեռանկարներից Իրան-Հայաստան հնարավորությունների։ Օրինակ Իրանի նախկին դեսպան Ռեյսին այս տարի հուլիսին կարծեմ հայտարարեց, որ Հայաստանը լավ միջանցք է Սև ծովը Պարսից ծոցին կապելու համար։ Որն է պոտենցիալը հայ-իրանական հարաբերությունների, հատկապես տնտեսական։ Եթե դիտարկելու լինենք, բնականաբար առաջին միտքը, որ գալիս է, դա Հայաստանի աշխարհագրական դիրքի, նպաստավոր աշխարհագրական դիրքի, չգիտես ինչու մեզանում միշտ նման կարծրատիպ կա, որ Հայաստանը շատ վատ աշխարհագրական դիրք ունի, վատ հարևաններ ունենալը որոշ դեպքում դեռևս չի նշանակում վատ աշխարհագրական դիրք։ Հայաստանը իրականում կապող օղակ է հյուսիսի եւ հարավի եւ արևելքի ու արևմուտքի միջեւ եւ այս տեսանկյունից թերևս այդ միջանցքի դերի ստանձնումը մեզ համար չափազանց կարևոր քայլ կլինի։ Երկրորդ ուղղությունը, որը Իրանի հետ կարելի է եւ նաեւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում իրականացնել, դա բնականաբար երկկողմ հարաբերությունների մակարդակում, այսպես ասեմ, շատերիս համար մանր թվացող, բայց իրականում մեր քաղաքացիների կյանքի
որակի վրա ազդեցություն թողող այնպիսի, ասենք, ծրագրեր կարող են լինել, ինչպիսին ենթադրենք Հայաստանի Սյունիքի մարզի եւ Իրանի արևելյան Ատրպատական նահանգի միջև երկկողմ համագործակցությունը, դա վերաբերում է թե գյուղատնտեսական ոլորտին, թե կոնկրետ մարզային, այսպես ասած, համագործակցության բոլոր այն ոլորտներին, որոնք հնարավոր են։ Մյուս կարևոր ուղղությունը, որի մասին թերևս խոսակցությունները քիչ են, բայց այսուհանդերձ դա էլ կարող է կարևոր նշանակություն ունենալ մեզ համար, դա ԵՏՄ շրջանակներում Հայաստանը դարձնելն է այն հիմնական կապող օղակը Իրանի հետ, հաշվի առնելով թե մեր պատմական, այսպես ասած, հարաբերությունները Իրանի հետ, թե ներկայիս աշխարհագրական դիրքը, որը թույլ է տալիս ցամաքային սահմանի հնարավորություն ունենալ, այսինքն Հայաստանը միակ երկիրն է ԵՏՄ շրջանակներում, որը ունի ցամաքային սահման Իրանի հետ։ Կասպից ծովի այդ ուղին բնականաբար կա Ռուսաստանին կապող, Ղազախստանին կապող, բայց այսուհանդերձ ցամաքով Իրանը որևէ երկրի հետ, բացի Հայաստանից, չունի սահման, եւ դա էլ կարևոր ուղղություն է։ Էներգետիկ ոլորտը, որը, ինչպես ճիշտ նշեցիք, բավական զարգացել է եւ հիմա էլ հենց այս օրերին հայտարարեց Իրանի փոխնախագահը, որ 24 ամսվա ընթացքում ավարտին է հասցվելու այդ բարձրավորտ երրորդ բարձրավորտ էլեկտրագծի շինարարությունը։ Եվ Մեղրի հեկի մասին է խոսք գնացել, որը շատ վաղուց նաև հեկի մասին եւ ինչու՞ չէ, ես կարծում եմ, որ կարելի է նաև Հայաստանը դիտարկել կարևոր ուղի էներգակիրների առումով, հատկապես եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում Վրաստանը կարծես թե փորձում է այլընտրանքներ փնտրել ադրբեջանական այդ սոկարից կախվածության տեսանկյունից։ Ի հավելումն այն ինչ որ Վարդանն ասեց, ես ասեմ հետեւյալը։ Ես իհարկե ամեն տարի եմ լինում Իրանում, որտեղ ոչ միայն գործի բերումով ես համարում եմ, որ եթե ես տարածաշրջանային հարցերով զբաղվում, պիտի լինեմ եւ զգամ տեսնեմ, եւ այս անգամ ավտոբուսով գնացի, եւ այս անգամ ավտոբուսի մեջ մեծ մասը վրացիներ էին։ Ինչու էին վրացիներ, որովհետեւ ուրեմն քանի որ Թուրքիայի այսպես իրավիճակը շատ պայթյունավտանգ է, վախեցել էին մարշրուտկայով եկել են Երևան եւ Հայաստանից էին գնում։ Ես ինչ եմ ուզում ասել։ Այն ինչ որ նշվեց, սրանք շատ կարեւոր են, բայց իմ համար առաջնային է туриզմը։ Մենք պետք է կարողանանք իրանցիներին բերել Հայաստան։ Մենք պետք է կարողանանք ստեղծել ենթակառուցվածքներ, որպեսզի ավելի շատ իրանահայեր գան Հայաստան։ Մենք պետք է ունենանք լավ ճանապարհներ, ամոթ է որ չունենք, խայտարակ վիճակում է, որպեսզի ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի վրայով, այլ հենց Հայաստանի վրայով մեր բարեկամ, մեր հարևան իրանցիները գան ոչ միայն Հայաստան, այլ նաև Վրաստան։ Սա չափազանց մեծ 80 միլիոնանոց երկիր։ Եվ ինչու եմ կարևորում։ Ընդհանրապես туриզմի համար մի շատ կարևոր էական բան կա։ Եթե դու օդանավ չես նստում, սա արդեն շատ էժան туриզմ է։ Հայաստանը այն երկիրն է, որտեղ իրանցիները գալիս են առանց օդանավ նստելու, նաև օդանավով սեփական մեքենա, եւ դու պետք է կարողանաս ավելի գրավես, ավելի կանչես իրենց, եւ Հայաստանը դառնա նաև դեպի Վրաստան գնացող իրանցիների համար տարանցիկ ճանապարհ։ Բայց հավատացեք, այս ներուժը եթե լավ օգտագործվի, սա բավականին այսպես եմ կարևոր կլինի Հայաստանի համար, ինչը միջև հիմա չի արվել ոչ պետական մակարդակում եւ ոչ էլ հանրային մակարդակում։ Իմ համար օրինակ շատ անհասկանալի է, կարող է շատ տրիվիալ բան եմ ասում, այն վերաբերմունքը, որ կա երևանցիների մոտ իրանցիների նկատմամբ։ Այս ամենին պետք է վերջ տալ եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի ավելի շատ իրանցիներ գան Հայաստան։ Բայց այնուամենայնիվ որոշակի հանգամանքներ կան, որոնք կարծես խոչընդոտում են, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները օգտագործվեն ամբողջ պոտենցիալով։ Չգիտեմ, չեմ կարող բացատրել ինչպիսի խոչընդոտներ են, երևի խոսենք այդ մասին։ Մենք Թուրքիայի մասին գիտենք շատ ավելի շատ, քան Իրանի մասին։ Մենք թուրքերի հետ փորձում ենք այսպես կոչված ժողովրդական դիվանագիտություն իրականացնել, ինչը չի արվում Իրանի հետ։ Այսինքն փոխճանաչման գործընթացը կարծես զրոյական մակարդակի վրա է, ինչը եթե արդեն փոխճանաչման արդյունքում վստահություն ձևավորվի երկու հասարակությունների, երկու ազգերի միջև,
լավ նշան կլինի туриզմի զարգացման համար, ներդրումների համար, ինչքան էլ պետական մակարդակում խոսեն, այնուամենայնիվ այդ ժողովրդական դիվանագիտության նյուանսները շատ կարևոր են։ Այդ ձեր կարծիքով ի՞նչն է խանգարում, որպեսզի մենք ամբողջովին օգտագործենք պոտենցիալը Իրանի հետ։ Եթե խոսքը վերաբերում է Ընդհանուր կոնկրետ այդ փոխճանաչմանը, ապա կարևոր մի թերևս երևի աշխարհայացքային հանգամանք է լավ հարևանի հետ առանձնապես ջանք չես գործադրում հարաբերություններդ, այսպես ասած, ավելի բարձր մակարդակի բարձրացնելու, համարելով որ միևնույնն է լավ է հարաբերությունները։ Ավելի արդյունավետ, փոխշահավետ երևի։ Այս տեսանկյունից նաև մի հետաքրքիր պահ էլ կա, դա այն է, որ չգիտես ինչու Հայաստան-Իրան հարաբերությունները անընդհատ քննարկվում են բացառապես տնտեսական համատեքստում։ Դա շատ կարևոր է, կարևորագույն դերակատարություն կարող է ստանձնել Իրանը, ունի ինչ-որ առումով հիմա եւ կարող է ունենալ ապագայում, բայց մշակութային այդ փոխանակման հանգամանքը չափազանց ցածր մակարդակի վրա է, ավելի շուտ ոչ մենք ենք ջանք թափում առանձնապես Հայաստանը իրանցիներին ներկայացնելու, ոչ էլ իրանցիները, այսինքն երկկողմ որոշակի пассивություն կա։ Եթե իրանցիները Հայաստանը եւ հայերից ճանաչում են նաեւ տեղի հայկական համայնքի միջոցով, ապա մենք շատ դեպքերում Իրանը ճանաչում ենք բացառապես Ռաֆու գործերով կամ, չգիտեմ, Վարդանանքից եկող զգացական մոտեցումներով, Շահաբասը, Թմկաբերդը, Նադիր Շահը եկավ եւ այլն եւ այլն։ Այսպես բացասական վերաբերմունք կա, այսպես ասած, օգտագործում են պարսիկները եկան գրավեցին Երևանը մի ժամանակ, երբ որ տնտեսական ակտիվություններ նկատվում, այդ խոսակցությունները կային։ Նման բան կա, դա ընդհանուր մեր աշխարհայացքի հետ է կապված, որովհետեւ մենք մեր երկիրը դիտարկում ենք ամրոց, որը պետք է անընդհատ պաշտպանել, եւ թվում է թե ցանկացած թեկուզ զբոսաշրջիկների ինչ որ առումով մեր տեսանկյունից արդեն իսկ վտանգ է ներկայացնում մեր ամրոցի, այսպես ասած, անվտանգությունը ապահովելու տեսանկյունից եւ այդտեղից է մոտեցումը։ Նո հավանաբար փոքր տարածքի մեջ բնակվող ժողովրդի մտածելակերպ է, որը չունի կայսերական, այսպես ասած, լայնախոհություն, այս իմաստով լայնախոհություն, հայերը ընդհանուր առմամբ շատ տոլերանտ ժողովուրդ են, եթե մենք դիտարկելու լինենք նաեւ տարածաշրջանի մակարդակով, թերևս սրանք են այն հիմնական պատճառները, իրականության մեջ որևէ խոչընդոտ չկա, այսինքն թե քաղաքական մակարդակում, թե մարդկային հարաբերությունների մակարդակում որևէ խոչընդոտ չկա հայ-իրանական հարաբերությունները այսպես կոչենք մարդկային ոլորտում զարգացնելու տեսանկյունից։ Մի հանգամանք էլ կա, ինչ որ առումով մենք Իրանը լավ չենք ճանաչում, նաև հենց նույն զբոսաշրջության տարբերությունների պատճառով, որովհետև ենթադրենք իրանցի զբոսաշրջիկը ազատ կարող է մուտք գործել Հայաստան, հայ զբոսաշրջիկը սեփական մեքենայով դժվարություն կունենա մուտք գործելու, որովհետև այնտեղ իրենք ունեն ներքին շուկայի իրականում պահպանության խնդիր, քանի որ ավտոմեքենա արտադրող երկիր է, մեքենա մտցնելու համար, մեքենայի գները ավելի թանկ են, քան Հայաստանում, մտցնելու համար բավական մեծ երաշխիքային գումար ես թողնում, որ չվաճառես, որ քո մեքենան չվաճառես, որովհետև կրկնակի ավելի թանկ է մեքենան Իրանում։ Պետք է հավանաբար ինչ-որ նոր կարգավորման մեխանիզմ դա արդեն քաղաքական կարգավորմանի ենթակա է։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ շատերը հայաստանցիներից շատերը ենթադրենք Բաթում գնալ հանգստանալու փոխարեն միգուցե նախընտրեն Կասպից ծովի ափին, իրանական ափին հանգստանալը, որը նախ ավելի էժան է եւ հարմարավետության առումով առանձնապես չի զիջում վրացական, ասենք, հանգստյան այդ վայրերին։ Ես այդպիսի փորձ ունեցել եմ, իմ մեքենան ստիպված եմ եղել թողնել Ագարակ քաղաքում, վերջի բնակավայրն է հայ-իրանական սահմանի եւ անցնել սահմանը, ասենք ընտանիքով 2 տարի առաջ, եւ ստիպված իրանական մեքենա նստել, որովհետեւ փաստորեն ինքան մեծ գումար են ուզում, նախ այդ գումարը դու չես կարող ունենալ, եթե միջին վիճակագրական հայ ես, երկրորդն էլ մեծ դժվարությունների հետ կապված խնդիր է եւ սա շատ կարեւոր պայ է, որ հաղթահարվի, որովհետեւ եթե սա հաղթահարվի, մենք պետք է հասկանանք, որ այս ամբողջ տարածաշրջանում ամենամեծ քաղաքը Թավրիզն է, որի բնակչությունը համարյա կրկնակի ավելի է, քան Հայաստանի ամբողջ բնակչությունը, 4-5 միլիոնանոց քաղաք է դարձել եւ ընդամենը սահմանից 180 կիլոմետր է հեռու եւ туриզմի համար ես էլ եմ համաձայն, որ շատ հայեր իրենց մեքենայով կգային։ Ուրիշ բան կա նաեւ ընդհանրապես երբ խոսում ենք հայ-իրանական հարաբերությունների մասին, իրանցիների հետ բանակցելը շատ դժվար է։
Ասվածը չէ, որ իրանցիների հան մի 10 հատ հակա, այոն, դու չգիտես այդ որ այոնա։ Եվ ընդհանրապես իրենց այդ բարդ է բանակցելը, բայց հաշվի առնելով, որ Ահմադինեժադի ժամանակ, հաշվի առնելով, որ այդ սանկցիաների պայմաններում մի հատ Wikileaks-ը որ կարդանք, ցույց կտամ, բանը բացելուց առաջ, 1-2 օր առաջ գազատարը, միջև վերջի պահ այստեղ ամերիկյան դեսպանատունը ամենաբարձր մակարդակով գնում էր Քոչարյանի մոտ, Wikileaks-ի հետաքրքիր փաստաթղթեր կան, եւ ասում էր, որ չպիտի բացեք, այսինքն եթե այդ պայմաններում հնարավոր է եղել իրակ, ընդ որում նաև ռուսներն էին ճնշում, ասում էին մի քիչ այդ տրուբի հաստությունը, այդ պայմաններում եթե մենք իրանցին հետ կարողացանք, ինձ թվում է կարող ենք շատ բաներ անել։ Ուղղակի պետք է համբերություն եւ պետք է լավ աշխատանք, այսպես երկար շնչի վրա, ինչպես ասում են, եւ ես կարծում եմ, որ այո, հայ-իրանական հարաբերությունները լուրջ ներուժ ունեն եւ ի վերջո հայ-իրանական հարաբերությունները դերենիկ կարևոր են ոչ միայն նրա համար, որ ասենք երկու մեր հարևանները մեծ շրջափակման տակ են պահում եւ դա կարևոր պատուհան է դեպի արտաքին աշխարհ, հա, դրա համար չէ, նույնիսկ եթե Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորեն Ադրբեջանը, միևնույնն է, Իրանը մնալու է Հայաստանի համար չափազանց կարևոր երկիր։ Այսինքն հերանեկարային ուղղություն է Իրանի հետ հարաբերությունները։ Բանալի դեպի Մերձավոր Արևելք։ Իրանը փաստորեն բանալիային դեր ունի Հայաստանի համար, Մերձավոր Արևելք իսլամական աշխարհ մի քանի ուղղություններ կան, որը մեզ համար չափազանց կարևոր է եւ այդ ուղղությունները իրականության մեջ փակվում են եւ կարող են ավելի լավ փակվել Իրանի միջոցով, Իրանի օժանդակությամբ, Իրանի հետ հարաբերություններով, ասենք օրինակ իսլամական այդ զանազան կազմակերպություններում, որտեղ Իրանը ունի բավական ակտիվ դիրքորոշում, ունի դաշնակիցներ, ունի սեփական ձայնը բարձրացնելու լայն հնարավորություններ, մենք կարող ենք Իրանի հետ հարաբերություններում այդ հանգամանքը օգտագործել իշահ մեր երկրի տարածաշրջանում իրանական զանազան երկրներում իրանական եղած ազդեցությունը կարելի է օգտագործել ի նպաստ Հայաստանի, դա շատ դժվար է, Թաթուլը ճիշտ նշեց, իրանցիների հետ բանակցելը ամենաբարդ բանակցային գործընթացներից մեկն է, բայց ոչ անհնարին։ Շնորհակալություն, հուսանք, որ հայ-իրանական հարաբերությունների ամբողջ պոտենցիալը կօգտագործվի, նոր ծրագրեր ի հայտ կգան, նոր հնարավորություններով եւ մենք ունենանք եւս մեկ արդյունավետ ուղղություն արտաքին քաղաքականության մեջ։ Վրացական ուղղությունն է հիմա համարվում, բայց ելի կրկին խնդիրներ կան այդ ուղղությամբ։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ հայ-իրանական հարաբերություններից ես խոսում էի Civiltas լուծաբան Թաթուլ Հակոբյանի եւ իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ կհանդիպենք։